Ողջույն, այսօր կխոսենք business networking-ի մասին, How to Be տաղավարում իմ հյուրերն են Targeting ընկերության հիմնադիրներ Գոր Կարապետյանը եւ Էմիլ Կրոյանը, ովքեր շուտով կազմակերպելու են LinkedIn Local Երևան միջոցառումը։ Բարև ձեզ։ Ողջույն, ո՞նց եք։ Շատ լավ։ Հրաշալի։ Business networking-ի կարևորությունը հիմա արդեն երևի Հայաստանում այդքան շատ պետք չէ բացատրել, բայց մի 2-3 տարի առաջ այդ նույնիսկ շատերի մոտ այսպես նոր հասկացություն էր։ Նախ որ սկսենք հասկանանք ինչպես միանգամից եկավ այդ կարևորությունը ընկալումը եւ հիմա ինչ ունենք։ Եթե դուք կտակ կարևորությունը բխում է եւ ավելի շատ իմ ու Էմիլի ծանոթությունից, ընկերությունից եւ նաեւ համագործակցությունից մենք ինքներս ոնց որ networking-ի արդյունքում համատեղ գործունեություն ենք ծավալել, որը շատ հաջող ծավալվում, զարգանում է եւ շատ feedback-ներ ենք տարբեր տեղերից, ընկերներից, գործընկերներից ստանում, որ այսպես ասած իսկ ասում եմ մենք հպարտանում ենք ձեր համագործակցությամբ, որ երկար տարիներ աշխատում եք ու որովհետեւ խնդիր չկա ամեն դեպքում, ինչու որովհետեւ Հայաստանում ընդունված է այդպիսի խոսույթ կա, որ ընկերոջ բարեկամի հետ գործ մի արա, իսկ մենք քանի որ արել ենք եւ ստացվել է, փորձում ենք նաեւ ոչ միայն մեր օրինակով դա ոնց որ ռոպագանդել, այլև նպաստել, այսինքն մենք ինքներս մեր այլ ընկերների հետ ինչ-որ գործունեություն ենք ծավալում եւ նաեւ փորձում ենք նպաստել ու քանի որ սիրում ենք մեր կապերով կիսվել, դες միտք կար, որ մի միջոցառում ստեղծել, որտեղ հնարավորություն կլինի հավաքել գործարանների, տարբեր ընկերների, գործընկերների եւ միջնորդել, կամրջել նրանց եւ այսպես արդեն ծնվեց LinkedIn-ի լոկալի գաղափարը։ Իսկ հետաքրքիր է ինչն եք ճիշտ արել այդ ընկերոջ հետ բիզնես անելու գաղափարի մեջ, այն որ ասում են պետք չի անել, ինչ որ խնդիրներ ամեն դեպքում առաջանում են, իսկ ինչպես խուսափել այդ խնդիրներից։ Իրականում կարծում եմ տես միանշանակ ինչ որ ուղեցույց չկա, ոնց կարելի է խուսափել, պարզապես պետք է սկսել, բայց որոշ դեպքերում կամ միգուցե բոլոր դեպքերում մինչև սկսելը պետք է հաշվի առնել կարևոր գործոններ։ Մերը կարծում եմ այդ դոգմատիկ օրինակներից չի են առումով, որ մենք շատ բաներ հաշվի չենք առել, բայց որպես բացառություն մեր մոտ ստացվել է լավ։ Բայց իրականում շատ լավ կլինի ոնց որ համեմատել ու հասկանալ ոնց որ երկու կողմի ռեսուրսները, հնարավորությունները, ուժեղ թույլ կողմերը։ Մենք մի ավակ ընկեր ունենք, ով որ այս թեմայի հետ կապված շատ հետաքրքիր ձևակերպում տվեց ու ընդունված է պատկերացնել գործընկերության կամ ցանկացած հարաբերության մասին, որ հարաբերությունը հաջողում է, երբ որ երկուսն էլ նույն մտածելակերպը ունեն կամ նույն ոնց որ բանի մեջ են հաջողում, բայց հետաքրքիր բան բացահայտեց, ասաց իրականում երբ որ երկուսն էլ նույն բանը լավ են անում, ուրեմն մեկը ավելորդ է, հետեւաբար իրականում երբ որ փող լրացնող է լինում ու ամեն մեկը ինչ-որ մի բանի մեջ ավելի լավ է կարողանում այդ տվյալ աշխատանքը անել, բնականաբար աշխատանքի առումով նաև ավտոմատ բաշխումն է լինում ու ժամանակի ընթացքում այդ ամեն ինչը իր տեղն է անգնում, ուրվագծվում է։ Իսկ եթե այդ ամեն ինչը ոչ թե ժամանակի ընթացքում է լինում, հենց սկզբի փուլում է լինում, որպես կանոն ավելի լավ է ստացվում։ Մեր օրինակով ոնց որ այդպես ստացվեց, հիմա ոնց որ post factum արձանագրում ենք, որ ոնց որ կան բաներ, որոնք որ մեր մոտ ակնհայտ ավելի լավ է ստացվում ինչ-որ իմ կամ Գորի մոտ, ու պլյուս փոխվստահությունը, չգիտեմ, միասին է որ փոխօգնության հասնելու պատրաստակամությունը ու ազնվությունը գործի մեջ բերել են այն ինչը որ այսօր ունենք դրան, ու բարեբախտաբար այսօր կարողանում ենք, ինչպես Գորը նշեց, օրինակ լինել, որ կարծում եմ մեր իրականության մեջ կարևոր օրինակ է, որտեղ մեր մոտ պարակտվելը բավականին հեշտ է ստացվում ու միանալ ու աշխատել ինչ-որ մի արժեք ստեղծել ու ինչ-որ մի բանի շուրջ նաև համախմբել ինչ-որ համայնք բավականին բարդ բան է, մեր մոտ կարծում եմ ստացվել է։ Եվ այդ արդյունքներից մեկը LinkedIn Local Երևան միջոցառումն է, մի փոքր միջոցառման առաջին անգամ երբ որ կազմակերպեցիք, ինչպես եկաք այդ գաղափարին եւ ինչպես ընթացավ։ Ինչպես նշեցի, մենք փնտրում էինք, այսպես պլանավորում էինք կազմակերպել միջոցառում եւ փնտրում էինք տարբեր ֆորմատներ եւ հայտնաբերեցինք հենց LinkedIn Local ֆորմատը, որը մենք չենք ստեղծել, մեզանից առաջ դա արվել է աշխարհի տարբեր քաղաքներում, որը հետաքրքիր գաղափարախոսություն ունի on-line ընկերներին հանդիպել off-line։ Մի քանի տեղում սա արվել է եւ աշխարհի տարբեր քաղաքներում եւ արդյունքում LinkedIn-ը սա այսպես ասած վերցել եւ ստեղծել է ուղեցույց, ինչպես է պետք է անել, բրենդավորում է ստեղծել եւ մենք հասկացանք, որ սա լավագույն այսպես ասած շապիկն է մեր մտածածի,
ուսումնասիրեցինք, փորձեցինք համապատասխանել եւ արեցինք։ Առաջինը արեցինք 2024 թվականի հունվարին Միացյալ Նահանգներում, Էմիլի հետ գործնական այցի էինք, որտեղ հայկական պատվիրակության ոնց որ կազմում էինք, որոշեցինք այստեղից մեկնած գործարարների եւ տեղի գործարարների միջև կապեր ստեղծել եւ Լոս Անջելեսում կազմակերպեցինք առաջի LinkedIn Local LA այսպես ասած միջոցառումը, որի մասնակցեց մոտ 100 գործարար։ Նույն էներգիայով, ոգևորությամբ վերադարձանք Երևան եւ արեցինք արդեն ինչպես պլանավորված էր Երևանյան միջոցառումը, որ բավական բուրն էր, շատ հետաքրքիր ձևի ընկալվեց, շատ մեծ մասնակցություն ուներ, տևական ժամանակ միջոցառումից հետո խոսում էին, այդ իներցիայով մենք եւս մի քանի միջոցառում արեցինք, այսպես, այսինքն գաղափարը փորձարկվեց արտասահմանում եւ Հայաստանում եւ կայացավ, դրա համար մենք որոշեցինք շարունակել։ Ինքը, այսինքն LinkedIn-ի հետ որոշակի կապ կամ հսկողություն կամ համագործակցություն ենթադրում է, թե ուղղակի LinkedIn-ը տվել է ձևաչափը եւ մնացածը արդեն կազմակերպիչներն են ապահովում։ Իրականում LinkedIn-ի հետ կապ ունի այնքանով, որ առաջացել է LinkedIn-ում, եւ որպեսզի LinkedIn-ը կարողանանք օգտագործել, պետք է հետևենք այն ուղեցույցներին, որը LinkedIn-ը ստեղծել է հատուկ այս միջոցառման ֆորմատի համար։ Այսինքն այդքանով կապ ունի, բայց սա կարելի ասել LinkedIn-ի կողմից չի կազմակերպվում կամ հովանավորվում։ Ուղղակի LinkedIn-ից առաջացած եւ LinkedIn-ի տրամաբանության մեջ ուղեկցվող միջոցառում է, որին, ինչպես նշեցի, մենք փորձում ենք համապատասխանել, ավելի նաեւ մենք շատ զարգացել ենք գաղափարը։ Ես քանիցս ասել եմ տարբեր առիթներով, ինքս շատ եմ ուսումնասիրել աշխարհի փորձը տարբեր երկրներում, որ արել են Ավստրալիայում, Նահանգներում, Եվրոպայում, իսկապես վստահությամբ կարելի ասել ամենալավը, գեղեցիկը ճոխը արել ենք մենք եւ մասշտաբայինը։ Սովորաբար ինչ որ փոքր միջոցառումներ են տարբեր հյուրանոցներում, մենք մոտ 300 հոգանոց միջոցառում կազմակերպեցինք անցյալ տարի, շատ հետաքրքիր վենյուում, ուղղաթիռների անգարում, այսպես ասած, լավ խոսնակներով, հետաքրքիր օրակարգով, այսպես, այսինքն ամենահաջողված ոնց որ փորձն է մեր կարելի ասել։ Այսպես, եթե ամփոփիչ ասեմ, LinkedIn-ը չի հովանավորում, բայց LinkedIn-ը ուղղորդումը կա եւ մենք փորձում ենք այդ հիմքի վրա ավելի առաջ գնալ, զարգացնել ու ավելի հետաքրքիր դարձնել ու բազմազան։ Շատ լավ, ում համար է միջոցառումը եւ մասնակիցները ձեր կարծիքով հիմա արդեն նաեւ նախորդ փորձը հաշվի առնելով ինչի հետևից են գալիս։ Ես նախորդ հարցի հետ կապված փոքրիկ լրացում անեմ նաև, քանի որ ինքը LinkedIn Local Երևանը LinkedIn-ի այդ միջոցառումների շարքի մեջ է մտնում, բայց մեզ մոտ հետաքրքիր ձևով ստացվեց, սովորաբար վերցնում են ու կարողանում են դրա տակ միջոցառում անեն։ Մեր մոտ գաղափարը ստեղծվեց, մենք որոշեցինք ոչ ֆորմալ networking-ային event կազմակերպենք եւ դրա արդյունքում ոնց որ նոր հայտնաբերեցինք ֆորմատ, որը որ մոտավորապես անում էին ինչը որ մենք որոշել էինք անել ու դրա համար ոնց որ միտքը այնտեղից ստեղծվեց, որ քանի որ նմանատիպ միջոցառումների ժամանակ որպես կանոն մարդիկ դալիճը լքում են, որպեսզի դրսում կարողանան networking անել, մենք փորձեցինք այդ networking-ը ավելի լեգիտիմացնենք ու այնպես անենք, որ մարդիկ կարողանան հենց ուղղորդված ու հատուկ ֆասիլիտացիայի միջոցով ոչ միայն առանց լարվելու networking անել, մեղքի զգացման, այլ նաև կարողանան ավելի արդյունավետ անել այդ process-ը, որպեսզի լինի ավելի էֆեկտիվ, որովհետև կարծում եմ նկատած կլինեք, երբ որ sense միջոցառումներ են լինում, հավաքվում են խումբ մարդիկ եւ սովորաբար այն մարդիկ, ովքեր իրար արդեն ավելի մտերիմ են, ծանոթ են, կանգնում են, շփվում են միասին, բայց արդյունքում բավականին հետաքրքիր կապեր, որոնք որ տեսականորեն կարող են լինել ու դրա արդյունքում բոլոր կողմերը կարող են շահել, այդ հնարավորությունները մնում են այդպես օդում, կորում են։ Դրա համար ոնց որ այս նպատակը փորձեցինք իրականացնել ու կարողանալ այնպես անենք, որ հենց հատուկ են մարդիկ, ովքեր որ ծանոթ չեն, այդ մարդիկ ծանոթանան, որպեսզի ավելի արդյունավետ լինի միջոցառումը։ Իսկ ինքը նախատեսված է ում համար, ինչ որ խմբեր կան հատուկ, որ իրենց առավել արդյունավետ կլինի։ Հա, իհարկե, քանի որ ինքը բիզնես իվենթ է եւ նպատակը նա որ լսարանում հավաքված լինեն մարդիկ, ովքեր հնարավորինս իրար ավելի հետաքրքիր կլինեն, մենք միակ, այսպես ասած, սահմանափակումը որ դրել ենք, դա նա է, որ պետքա լինի բիզնես ու լինի բիզնեսի C-level-ի ներկայացուցիչ, այսինքն որոշում կայացնող մարդիկ, տնօրեններ, փոխտնօրեններ, հիմնադիրներ, վարչության, այսպես ասած, պետեր եւ այլն,
որպեսզի լսարանը համապատասխանի ու մարդիկ կարողանան ավելի արդյունավետ networking անել։ Սրա հետ կապված իհարկե ճակերտավոր դժգոհություններ ունենք, որը որ մեր համար ավելի ուրախալի է, որովհետև շատ մարդիկ ուզում են մասնակցեն, բայց կարգավիճակի առումով չեն համապատասխանում, եւ քանի որ մեր համար որակը շատ կարեւոր է, որպեսզի լսարանը լինի շատ համապատասխան, մենք այդ առումով բավականին խիստ ենք, այս տարի էլ ավելի ենք խստացրել այդ պայմանները, որպեսզի միջոցառումը հնարավորինս ավելի արդյունավետ լինի։ Որ ամփոփեմ, այս երկու սահմանափակումներն են, որ պետք է լինի պարտադիր բիզնես եւ բիզնեսի top ղեկավարներ։ Եվ ինչ են իրենք գտնում իվենթի ժամանակ, շփումը հասկանալի է, բայց եթե ավելի այսպես խորանանք միջոցառման ֆորմատի մեջ ու նաև մեր բիզնես իրականության մեջ, ինչպես նշեցի, հիմա շատ են տարբեր ֆորմատները, բիզնես ակումբներն են մեծ ծաղկում ապրում, ինչ առանձնահատուկ բան է տալիս LinkedIn Local Երևանը։ Այսօր ես LinkedIn-ում հրապարակում էի արել մի հետաքրքիր կոմենտ կար տակը, մեկը գրել էր, ինձ թվում է սա նույն LinkedIn-ն է առանց Wi-Fi-ի միջոցառման մասին, այսինքն տեսեք, դուք ճիշտ նշեցիք, հիմա բազմաթիվ են ակումբները, միությունները, community-ները, որտեղ դրա պահանջը կա։ Ուղղակի ակումբները, միությունները կամ մյուս միավորումներ ունեն որոշակի ոնց որ իրենց քաղաքականությունն է, որոշակի փակ են իրենք, սահմանափակումներ ունեն։ Մենք ինչ որ առումով նաև որդեգրել ենք բացել բոլոր ակումբների համար եւ նաեւ որևէ մի ակումբում մասնակցություն ունեցող գործարանների կամ որոշում կայացնող մարդկանց համար։ Ինչ է ստանում։ Մենք փորձում ենք իսկապես լավ բովանդակություն տալ, կարճ եւ դիպուկ, որպեսզի ջուր չլինի։ Երկրորդ բանը, ինչպես գործընկերս նշեց, ֆասիլիտացված networking ասվածը կուզեմ բացեմ։ Այս տարբեր անուններ են տալիս speed networking, speed dating, տարբեր անուններ կան։ Միտքը հետեւյալն է։ Օրինակ, մեր միջոցառմանը ներկա է 300 մարդ, որոնք նստած են կլոր սեղանների շուրջ, յուրաքանչյուր սեղանի շուրջ 10 հոգի։ Մենք ունենք հատված մոտ 2 ժամ, երբ որ սեղանի շուրջ նստած յուրաքանչյուր մարդ 1 րոպեվա ընթացքում ներկայացնում է իրեն եւ ներկայացնում է իր ակնկալիքը տվյալ միջոցառման մասնակցող գործարաններից կամ top մենեջերներից, ընդհանրենք ինչ-որ ապրանքի, ծառայության կամ խնդրի լուծման կարիք ունի։ Բոլորը զրույց ներկայացնում են իրենց առաջարկները եւ կարիքները, հետո սեղանը փոխում են։ Այնքան անգամ, մինչեւ պայմանական մոտ 100 հոգու ինքդ ներկայանում ես եւ լսում ես այդքան մարդու։ Եվ դու դուրս ես գալիս այդ միջոցառումից քո բջջային հեռախոսում կամ նոթատետրում նոր օգտակար կապերով, հեռախոսահամարներով եւ արդեն նշանակված հանդիպումներով։ Ամենամեծ երևի թե արժեքը սա է։ Մյուս բանը, այս տարի մենք նորամուծություն ունենք, բացի այս նշված երկու հատվածից ելույթներ եւ networking, ունենք նաեւ ինդուստրիալ networking ասվածը ու տարբեր ոլորտներից հաջողված մարդիկ են լինելու, ասենք օրինակ IT ոլորտից Աշոտ Հովհաննիսյանը կամ туrizմի ոլորտից նախկին туrizմի կոմիտե նախագահ Զարուհին եւ այլ ոլորտներից մի մոտ 1 տասնյակ կայացած հաջողակ մարդիկ, ովքեր հատուկ բեյջերով ժամանակատված են ունենալու, մարդիկ հնարավորություն են ունենալու մոտենան իրենց հարցերը ուղղեն այդ մարդկանց։ Եվս մի կտոր ունենք, այդ մասով Էմիլը կասի։ Դեսպանների կտորը երևի թե լրացնեմ, մենք ունենալու ենք մոտ 10 երկրից դեսպաններ, փոխդեսպաններ, այն ինչ որ նախորդ տարի չենք ունեցել, քանի որ կան մարդիկ, ովքեր որ տեղական շուկայից նաև բացի նաև հետաքրքրված են դրսի շուկայով, մենք փորձել ենք այն հնարավոր շուկաները, որոնք որ միջին վիճակագրական հայ գործարարին կարան հետաքրքրեն, փորձել ենք նաև տվյալ երկրների դեսպանություններից մարդկանց ներգրավենք, որպեսզի որոշակի կապ ստեղծվի կամ հնարավորությունների մասին ներկայացվի, որը որ կարծում եմ բավականին մեծ արժեք կբերի միջոցառմանը եւ ավելի հետաքրքիր կդարձնի։ Այս առումով մենք, ինչպես Գորը նշեց, ունենք օրինակ նույն մարզերում ունենք շատ տարբեր գործարարներ, ովքեր որ միգուցե տեղական շուկայով հետաքրքրված չեն, իրենց ապրանքը արտադրում են եւ արտահանում են դուրս։ Եվ այս առումով իհարկե խթան կարա լինի, որպեսզի նոր շուկաների հետ ծանոթանան եւ այդ process-ը ավելի հետաքրքիր ձևով կարողանան այլ երկրների հետ կազմակերպել։ Այս տարի կա նաեւ ելույթի սկզբում ելույթի հատված, չէ, եւ ունեք հատուկ հյուր այդ մասին էլ։ Մենք այս մասով քանի որ միջոցառումը մաքսիմում փորձել ենք այնպես անենք, որ ոչ ֆորմալ լինի եւ մաքսիմում քիչ խոսք լինի եւ հնարավորինս շատ networking լինի,
1 ժամվա մեջ փորձել ենք այնպես կազմակերպենք, որ 20 րոպեանոց ելույթներով հանդես գանք, ես եւ Գորը կլինենք որպես տանտիրոջ կարգավիճակով, այսպես ասած, կխոսենք տարբեր թեմաների շուրջ եւ ունենք keynote speaker Արամը Պետրոսյան, ով հայտնի Գերպետանս ընկերության համահիմնադիրն է, որ զբաղվում է ժամացույցների արտադրությամբ լյուքս։ Ընդհանուր ելույթների կտորը այս մասով սահմանափակվում է եւ արդեն մյուս մասը, ինչպես նշվեց, արդեն networking-ային կտորն է լինելու։ Եթե այսպես փորձենք ինչ-որ ուղեցույց, սահմանել մասնակիցների համար, ովքեր առաջի անգամ են մասնակցում, ինչ պետք է հաշվի առնեն, ինչ խորհուրդներ կտակ, ինչպես իրենք առավելագույնս օգտակար անցկացնեն այդ մի քանի ժամը։ Նախ խոր կտամ ուսումնասիրել արդյոք այդ միջոցառումը իրենց համար է, որտեվ անկեղծ մենք օրվա ընթացքում ես եւ Էմիլը շատ ենք ունենում դեպքեր, երբ որ մեր ընկերները, մտերիմները ցանկանում են մասնակցել, բայց մենք չասեմ համոզում ենք, բացատրում ենք, որ տվյալ դեպքում իրենց համար այդքան էլ համապատասխան չէ։ Օրինակ մի դեպք պատմեմ, մի ընկեր գրանցվել էր, որը մի խոշոր ընկերության բաժնի պետ է, բայց նաև ունի փոքր գործունեություն, ինքը հետաքրքիր ձևակերպում տվեց, ասեց, ես հասկացա, որ միջոցառումը ինձ համար հետաքրքիր է, բայց ես միջոցառման մասնակիցների համար հետաքրքիր չեմ լինի։ Դրա համար հավանաբար ճիշտ կլինի, որ ես չգամ։ Դրա համար պետք է ուսումնասիրել, այսինքն ես նկարագրեցի, ցեղանի շուրջ նստած են պայմանական 10 հոգի։ Այդ 10 հոգին պետք է մանդատ ունենան ամեն մեկի իր բիզնեսում որոշում կայացնելու, որպեսզի միմյանց հետաքրքիր լինեն։ Առաջի եւ սա շատ կարեւոր է, որովհետեւ իրականում շատ մենք ներժումներ ենք ստիպված լինում անել, որովհետեւ մարդիկ ուղղակի ուզում են գան հաճելի ժամանակ անցկացնեն։ Մենք նույնիսկ վերջում փակելու ենք Գորսուջանի համերգով, գեղեցիկ հյուրասիրություն լինելով, վայրն շատ հետաքրքիր, շատերին է գրավում դա, բայց միջոցառման կայացման ոնց որ շահերից է բխում, որ սեգմենտը լինի բացառապես այն ֆիլտրերով, որոնք մենք նշեցինք արդեն։ Այսինքն խորհուրդ կտամ ուսումնասիրել համապատասխանում են թե չէ։ Եթե համապատասխանում են, գան այն պատրաստակամությամբ, որ պետք է լինեն պրոակտիվ, այսինքն դու պայմանական վճարել ես, եկել ես միջավայր, որտեղ քո բիզնեսի կամ քո խնդրի լուծման համար պոտենցիալ լուծումներ են քայլում։ Դու պետք է նախաձեռնես, գտնես այդ լուծումներին մարդկանց տեսքով, նախաձեռնես զրույց, հարց եւ պատասխան եւ ձևավորես հարաբերություն։ Թեւս այս երկու բանը խորտ կտամ։ Եթե Էմիլը ավելացնելու բան ունի։ Ես կարճ ոնց որ նաեւ անդրադարձ անեմ, իհարկե այն հարցումները, որոնք մենք ստանում ենք, դրա հետ կապված են շատ հետաքրքիր, ամենատարբեր հարցադրումներն ենք ունենում։ Երևի ամենահաճախ հնչող հարցերից մեկը ինձ օգուտ կտա, թե չի տա։ Թերևս մեր ամենասիրած հարցն է, որ երբեք որևէ նախապայման չենք ասում, միանգամից հարցնում ենք արդյունքը կլինի թե չէ, բայց ոնց որ սովորաբար լինում է, այս դեպքում նույնպես օգտակարությունը կախված է լինելու հենց տվյալ մարդուց։ Մենք որպես միջոցառման կազմակերպիչ հաշվի ենք առել բոլոր դետալները, որ միջոցառումը իսկապես հավասար հնարավորություններ տա բոլորին։ Ինչու եմ այսպես ասում, որովհետև սովորաբար նմանատիպ ոչ ուղղորդված networking-ային իվենթների ժամանակ հնարավոր է իհարկե մոտենալ, ծանոթանալ, կապ ստեղծել, բայց որպես կանոն համ ավելի դժվար է լինում, համ բացի այդ ոչ բոլորն են կարողանում այդ հմտությունները ու կամ այդ համարձակությունը ոչ բոլորը ունեն։ Հիմա այս միջոցառման նպատակը նա է, որ անկախ քո բնույթից դու ինտրովերտ ես, էքստրովերտ ես, համարձակ ես, համարձակ չես, տա այդ հնարավորությունը, այսինքն մենք փորձում ենք այդ պարարտ հողը ստեղծենք, որ ցանկացած գործարար իսկ ես կարծում եմ ցանկացած գործարար networking-ի կարևորությունը լիարժեք պատկերացնում է, նույնիսկ անիմաստ է դրա մասին խոսել, ցանկացած գործարար կարողանա այնտեղ շփվի։ Ստեղ այլ հարց է, որ պետքա մի փոքր նաև հստակեցնել ինչ ես դու, ինչ նպատակ ես հետապնդում, որովհետև շատ ժամանակ ամենաէլեմենտար networking-ի ժամանակ դժվար է ընկալել դիմացի կողմի ինչ է ուզում այդ ծանոթությունից, ինչ է ակնկալում, ինչ կարաս դու իրան տաս, ինչ կարա քո բիզնեսը իրան տա։ Կարծում եմ այս երկու կարևոր գործոններն են, ոնց Գորը նշեց ուղղակի ակտիվություն եւ երկրորդը որ կավելացնեմ, ուղղակի երևի հստակեցնել ինչ նպատակ ես հետապնդում։ Եվ այդ նպատակը ցանկալի կլինի, արագ վաճառքը չլինի, որովհետեւ networking-ը ինքը երկարաժամկետ հարաբերություններ են, որը որ ոչ միշտ արագ վաճառքի վերածվում։ Ու պատրաստական լինել պարզապես օգնելու, ծանոթանալու նոր մարդկանց հետ, գիտակցելով, որ այդ ծանոթությունը պարտադիր չի, որ վաղը վերածվի ինչ-որ կապիտալիզացվի եւ ինչ-որ օգուտ բերի ու գումարի տեսքով լինի, էլի անպայման։ Իսկ հետաքրքիր է նաև հաշվի առնելով Լոս Անջելեսի միջոցառման փորձը,
ինչով են տարբերվում հայաստանցի գործարարները հենց բիզնես շփումների, բիզնես կապերի հաստատման մեջ, այլ երկրների կամ այլ բիզնես միջավայրերի ներկայացուցիչներից, ինչ որ առանձնահատկություններ նկատել եք։ Կարծում եմ մենք մի փոքր ավելի փակ ենք networking-ի համար։ Երբ որ մենք ասում ենք մենք շփվող ենք այս թեմայով շատ հաճախ ես էլ Գորնել խոսում ենք, մենք շփվող ենք այն շրջանակում, որտեղ որ մենք մեզ շատ կոմֆորտ ենք զգում եւ մեր ընկերներն են։ Բայց նոր միջավայրերում մենք շատ դժվար ենք բացվում եւ շատ հատկապես ավելի դժվար ենք նախաձեռնում այդ ամենը։ Այն ինչը չի կարելի ասել նույն օրինակ Լոս Անջելեսի հայերի մասին, որովհետեւ այնտեղ բոլորը պատրաստված այցեքարտերով մաքսիմում ինչ կարելի է անել, որ պատրաստված գալ, գիտեն ինչ են տալու, ինչ են ուզելու, ինչի համար են այդտեղ։ Մեր մոտ այդ պետքա այդ շարժիչը միացնել էլի այդ խթանը, բայց դա մեծ հաշվով երևի թե event-ը երբ որ սկսում է, այդ process-ը, որը որ մենք ֆասիլիտացիա ասվածը, որը որ սկսում ենք, կարելի ասել հավասարվում է այդ ամբողջ process-ը եւ բոլորը արդեն հավասար պայմաններում են լինում, բայց առհասարակ նախատրամադրվածությունը այնտեղ շատ ավելի բարձր մակարդակի վրա է, քան մեզ մոտ։ Սա իմ տպավորությունն է։ Ու մեր միջոցառումը եթե թույլ կտակ, նաև հենց այդ առաքելությունը ունի, այդ խնդիրը այսպես ասած լուծելու, ցույց տալու, որ պետք է լինել նախաձեռնող, ցույց տալու, որ որքան պոտենցիալ կա չիրացված, երբ որ դու ուղղակի пассив դիրքում ես։ Ես շատ ուրախ եմ, կանոն դուք ներկա լինեք միջոցառմանը, տեսնեք այնտեղի էներգիան եւ մթնոլորտը, այդ ֆասիլիտացիայի հենց պահը, երբ որ սկսում է 2 րոպե հետո հնարավոր չէ այդ կազմակերպված զանգվածին կանգնեցնել։ Մոտ 2 ժամ ինտենսիվ այն մարդը, որ երբեք չի շփվում կամ մտածում է, որ ինքը ինտրովերտ է, ինքը մի խոսքով խնդիրներ ունի շփման կամ նախաձեռնող չի, շատ դժվար ենք մենք միջոցառումը կանգնեցնում, անցնում հաջորդ փուլին։ Այսինքն մեր միջոցառումը նաև այդ նպատակը ունի մի փոքր բարելավել այդ պայմանական ասեմ բիզնես էթիկան եւ մշակույթը հայկական իրականության մեջ։ Արդեն մի քանի հաջողված միջոցառում ունեք, իսկ եթե մի փոքր առաջ անցնենք, հա, ինչ հեռահար նպատակներ կան, արդյոք կան նաև այլ ծրագրեր կապված այս միջոցառման ընդհանուր բիզնես միջոցառումների հետ։ Ճիշտ նշեցիք, արդեն մի քանի հաջողված փորձ ունենք, նաև նշեմ, որ միջոցառումը կազմակերպել ենք նաև Պեկինում, դա քիչ բան, այդ Չինաստանում չեն օգտագործում LinkedIn, բայց մի պատվիրակության կազմում է, որտեղ մոտ 10 տարբեր երկրներից մարդիկ կային, այդ երկրների միջև կազմակերպեցինք ու շատ հաջող ստացվեց։ Ծրագրերի մասով այո, կա ծրագիր եվրոպական երկրներից Միացյալ Թագավորությունում անցկացնել եւ Միացյալ Նահանգներում եւս եւ շատ մեծ մասշտաբի եւս մեկ եվրոպական երկրում դա արդեն եւի հաջորդ տարի, բայց Իսպանիայի շատ փոքր գծերը չբացել։ Հայ գործարարների համար։ Ոչ միայն։ Մենք գնում ենք միջոցառման միջազգայնացման ճանապարհով։ Եվ որպեսզի մեր հետևորդները պահպանեն ինֆորմացիան, երբ, որտեղ, ինչպես կարելի է մասնակցել։ Հունիսի 6-ին է տեղի ունենալու միջոցառումը Two Gardens-ում, հրաշալի վայր է միջոցառման համար։ Մենք առհասարակ այս մասով տեղի ընտրությունը մեր համար կարևորագույն կետերից մեկն է։ Մեր բոլոր միջոցառումները եղել են ոչ ստանդարտ, նաև տեղի ընտրության հարցում, քանի որ networking-ի համար եւ այդ ոչ ֆորմալության համար կարևոր է շատ ցանկացած դետալ, ու այդ դետալներից երևի թե ամենակարևոր դետալը հենց տեղի ընտրությունն էր։ Դրա համար ինքս սիրուն բացօթյա գեղեցիկ ծաղկանոցով վայր ենք ընտրել, որտեղ որ վստահ եմ, որ բոլոր մասնակիցները կկարողանան ոչ միայն արդյունավետ networking անել, այլ նաև համերգային ծրագիրը մեր մնացած բոլոր ժամանցային կտորների հետ մեկտեղ կկարողանան ավելի հետաքրքիր ժամանակ անցկացնել։ Շատ լավ, շնորհակալ եմ զրույցի համար։ LinkedIn Local Երևան, եթե դուք բիզնեսի որոշում կայացնող ղեկավարների թվում եք, կարող եք մասնակցել, իսկ եթե ոչ, կարող եք հետևել How to Be-ին, մենք LinkedIn Local Երևանի ինֆորմացիոն գործընկերն ենք եւ կներկայացնենք ամենահետաքրքիրը այնտեղից։ Հաջողություն։